Անհիմն մարդկն փակի մեջ են պահում, ինչի համար։ Պայքարում ենք, որ ազատություն պարգևի։ Ինչի համար, այդ հարցի պատասխանը։ Ինչի համար, պարզ չի ինչի համար։ Ինչի համար։ Այս անգրագետ փողոցից բերված իշխանություններից ինչ եք սպասում ուրիշ։ Լավ բան չեն սպասում, որովհետև գետ են, անգրագետ են։ Հակակոռուպցիոն դատարանի շենքի մոտ հավաքված գործարար Սամվել Կարապետյանի աջակիցները առանձնապես մեծ հույսեր չունեին, թե արդարադատություն կիրականանա եւ անմեղ գործարարը վերջապես ազատ կարձակվի։ Պայքարող մարդիկ բավարար են, թե ավելի շատ մարդ պետք է այստեղ լիներ։ Բնականաբար պետք է ավելի շատ լիներ, ամբողջ ազգը պետք է ոտքի կաներ, բայց ցավոք ոչ բոլորն են գիտակցում ինչ է սպասում։ Հասարակության մեջ եւ վախի մթնոլորտն է զգացվում եւ անտարբերությունը շատ է, բայց դատարանի մոտ մինչեւ ուշ գիշեր հավաքվածներն էլ քիչ չէին եւ ամեն անգամ այս հավաքն ավելի մարդաշատ է դառնում։ Շատ եւ վախեցածներն են շատ, բայց ինչ կա վախենալու, ճշմարտությունը։ Դուք չեք վախենում։ Ինչի վախենամ, չէ, բոլորովին չեն վախենում։ Կային եւ բարկացած մարդիկ, որոնք այդ բարկությունը չէին թաքցնում։ Դադար գուսապարգով եկել է, քանդում ամբողջ երկիրը, ամոթ է, մենք ամաչում ենք իրան, որ ասենք վարչապետ, ինքն իրավունք չունի վարչապետի անուն ունեն անգամ, ինքն ինչա, որ ինքն էլ վարչապետ համարվի, մենք իրան որ տենում ենք, ալերգիա է տալիս մեր վրա, մենք զզվում ենք իրանցից, քպն եկել է քանդելու երկիր, բերել են բոմժին, որպես քանդի երկիր, ինքն ուզում է դառնա Կարապետյան Սամվել, չի կարա դառնա, թեպետ գումարը վերցնի, նշանակություն չունի, բիզնեսն է ուզում վերցնի, նշանակություն չունի, իր պատիվը չի կարա վերցնի։ Հերու պայ ձերքերը, կեղդոտ ձերքերը Կարապետյանից, այդքան բան, հերու մնա այս մեր երեխեքից։ Նիստը շատ երկար տևեց եւ դա նաեւ փաստաբանների երկար ելույթների հետևանքով էր։ Տեսեք 18 հատոր է ներկայացվել քննիչի կողմից միջնորդությանը կից։ Այդ 18 հատորում միակ տվյալը դա երևի թե կենսագրական տվյալներն են Սամվել Կարապետյանի եւ այն հարցազրույցը, որը բոլորը տեսել եք։ Այսինքն այլ մնացած տվյալները ընդհանրապես առնչություն չունեն, բայց կարգը այնպիսինն է, եթե տվյալ է ներկայացվել, պետք է ասել, որ նշվածը աբսուրդ է, որ նշվածը առնչություն չունի, որ նշվածը հեյրյուրանք է եւ այլ եւ այլ։ Բացատրեց փաստաբան Արամ Վարդևանյանը։ Նա արդեն այս գործընթացը բնութագրել է այսպես, աբսուրդի դեմ պայքարելը հեշտ չէ, դրա համար էլ նիստերը երկար են տևում։ Այսքան երկար չէր տևի քննարկումը, եթե արդարության հետ աղերսներ ունենար այդ նիստը, կարծում է պատգամավոր Գեգամ Մանուկյանը, որը ոչ մի հույս էլ չուներ, թե դատարանը չի երկարաձգի կալանքի ժամկետը։ Հույս չունենք։ Հույս չունեմ, որովհետև իրականում այն փաստաբանական թիմը, որ կա, փաստաբանական առումով, որևէ նորմալ պայմաններում իրենցից 15 րոպե կպահանջվեր ոչ միայն խափանամիջոց փոխելու, այլ ուղղակի ընդհանրապես մեղադրանքը կարճելու եւ 15 րոպե չէ, 15 ժամից էլ ավելի տևեց։ Փաստաբանական թիմը շարունակում էր բացատրել, որ կալանավորված գործարարն անմեղ է եւ չկան պատճառներ ազատությունից նրան զրկելու համար։ Ցանկացած լռություն այս իշխանություններին շատ ավելի անբռնազբոս եւ շատ ավելի անօրինական գործելու պայմաններ է ապահովում եւ դրա համար ցանկացած քաղաքացի պետք է ձայն բարձրացնի։ Ցանկացած լռություն, ցանկացած կրավորականություն վերջը հարվածելու է իրեն։ Եվ վերջին 5 տարիներին մենք ցավոք սրտի տեսանք մի լարը իրականություն, որը դեռ 30-40-ականներին արտահայտվել է ֆաշիզմի հաղթարշավով, որ երբ որ հարվածել են մեկին, մյուսներն ասել են ինձանից հեռու է, մինչև այդ հարվածը հասել է իրենց դուռը եւ ցավոք սրտի Հայաստանում այդ ամեն ինչը տեսնում ենք վերջին տարիներին, երբ որ նիկոլական այս ամբողջ վարչախումբը այսպես գալիս հասնում է մինչև հասավ մայրաթոր, լրագրություն, իրավապաշտպաններ ու այսպես շարունակելու է։ Ես հայտի մի խոսք եմ ուշում, որ ասում է այդքան վտանգավոր չեն առանձին վերցրած հանցանք կատարած մարդիկ, ինչքան որ անտարբերություն, որովհետև այդ անտարբերությունն է նաև ծնում նոր հանցանքներ։ Այս իշխանության կառավարման ժամանակահատվածում նաև իրենք այդ հանցագործությունների շարքը շարունակում են նաև դա իրենց այսպես ասած ոգևորում է,
որ շատ դեպքերում նաև մարդիկ լուռ են։ Եվ այդ լռությունը շատ ժամանակ հանցավոր լռությունը, որովհետև նույն ես մի քիչ անձնական օրինակով ասեմ, Բագրատ Սրբազանի պարագայում, երբ որ մենք արդեն մտնում ենք մայրաքաղաք, ես հարյուրավոր այդպիսի հասարակական հանրային դեմքեր եմ տեսել, որոնք իր բռնվելուց հետո որևէ մի սատարման, չգիտեմ, տողեր իրենց Facebook-յան էջերում չեմ տեսել դա, չեմ տեսել։ Եվ սրա մասին պետք է խոսենք, էլի, սրա մասին պետք է ասենք, որ այս առումով պետք է ակտիվ լինեն եւ այդ ակտիվությունը ես շատ եմ կարևորում։ Հավաքվածների մեջ կային իհարկե մարդիկ, որ հույս ունեին, թե դատավորը կարող է վեր կանգնել ամեն տեսակ ճնշումներից եւ հաղթահարել արդարություն հաստատելու նկատմամբ վախը։ Մենք Արցախից ենք։ Մենք եկած օրից մինչև հիմա պարոն Կարապետյանը մեզ օգնում է ամեն ձևի։ Հիմա էլ պետք է մենք ինքը 2 տարի է մեր կողքին է ու ինձ թվում է սա պիտի հիմիկվանից հետո էլ մենք իր կողքին լինենք։ Այո, պիտի սատարենք։ Մենք բոլորս էլ եկել ենք իրան սատարելու համար։ Այն հույսով, որ արդարությունը կհաղթի։ Ու մենք պայքարելու ենք մեր ձևով ու հաղթելու ենք մեր ձևով։ Դատարանի հարակից փողոցում հանրահավաքային ելույթներ էին հնչում, թմբուկներ էին զարկում։ Վստահ են, որ այստեղից դատական դահլիճում կլսվի կալանավորված գործարարի աջակիցների ձայնը։ Նա պետք է իմանա, որ այստեղ ենք, ասում են, կեսգիշերից էլ անց։ Նրա կողքին ենք ու պայքարը շարունակելու ենք մինչև արդարության հաղթանակը։ Կարապետյանի առաջնորդությամբ ազատություն Սամվել Կարապետյանին։ Շաքե Ավոյան, հրապարակ։